Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Անհրաժեշտ է ճնշումն ավելացնել, ավելի համակարգված աշխատել, նմանատիպ միջոցառումները դարձնել պարբերաբար, որպեսզի իշխանությունը զգա հարության, դժգոհության եւ ձայնը եւ պուլսը։ Հակառակ դեպքում ինչքան նրանք կոմֆորտ զոնայում մնացին, այնքան քաղաքաբանտակյալները ոչ թե կպակասեն, այլ քաղաքական բանտակյալների թիվը կավելանա։ Ակնհայտ է, որ նիկոլական ռեժիմը գնում է քաղաքական բանտակյալներն ավելացնելու, վախի մթնոլորտ սերմանելու, մարդկանց մոտ հուսահատություն ավելացնելու ճանապարհով, եւ դա ակնհայտ է, որ դա սկսել է հոգեվոր եւ ազգային էլիտայից, եւ եթե ազատության մեջ գտնվող մեր քաղաքացիները իրենց բողոքի ձայնը չբարձրացնեն, ոչ եվրոպական կառույցները կանադանան դրան, ոչ էլ որևէ մեկը։ Որ Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանի խափանման միջոցը վերածվեց, տնային կալանքը վերածվեց վարչական վերահսկողության։ Շաբահարենք Դավիթ Գալստյանին։ Ազատություն քաղաքաբանտակյալներին, ազատություն քաղաքաբանտակյալներին, ազատություն քաղաքաբանտակյալներին, ազատություն, 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 ազատություն։ Պարզ Շարմազանով, տեսեք, ձեր իշխանության ժամանակ, եթե որևէ Դավիթ Գալստյան արդեն մի դրական բան արեցին այսօր։ ձեր իշխանության օրոք, եթե որևէ դեպքեր լինում միջազգային կառույցները, այստեղ իրավապաշտպան կառույցները արագ արձագանքումների եւ քննադատությունների տեղատարաններ։ Հիմա ինչու են Հիմա պատվեր չունեն, արևմտյան կառույցներից պատվեր չունեն, ունեն հակառակ պատկերը ավարտելու երրորդ հանրապետության էջը Հայաստանը դարձնելու պանթուրքիստական միջանց, դրա համար որևէ բան չեն անում։ Պարզ չի։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ, ովքեր որ իբր թե մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվել եւ այսօր լռում են, նշանակում է նրանց զբաղված են եղել պատվեր կատարելով, իսկ այդ պատվերը հաստատ Հայաստանի քաղաքացուց չի եղել, այդ պատվերները եղել են համապատասխան կառույցներից դրսի։ Դրանով է բացատրվում, այլ բան չի բացատրվում։ Շաբազանով տեսեք, ես կալանավորների շղթան երբ շարունակում են, խնդրահարույց մի դրվագ կա, մարդկանց երբ կալանավորում են, հաշվի չառնելով անմեղության կանխավարկած, ընդդուք մինչև ազգային ժողովի ամբիոնից մարդկանց ահաբեկիչներ են անվանում։ Այսօր մենք արդեն լսում ենք տարբեր քաղաքացի, կալանավորված քաղաքացիների խափանման միջոցը փոխվում է։ Այս սրանց դեմ ինչպես պետք է պայքարել, երբ մարդկանց բարի համբավն են արատավորում, անմեղության կանխավարկածն են ոտնահարում, մարդկանց մոտ տպավորություն են ստեղծում, որ այո, ահաբեկիչներ են, բայց դատարան երբ հասնում է գործը ու անցնում են որոշակի ժամանակ, խափանման միջոցը փոխվում է։ Պետք է համախմբվել ուժերը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի մեծամասնության վստահությունը։ Պետք է մեծամասնությանը համախմբել, ովքեր որ դեմ են այս ազգակործան ռեժիմին եւ ճնշում ավելացնել։ Եվ սահմանադրությունը եւ գործող օրենքները դա թույլ են տալիս։ Անհրաժեշտ է պարզապես մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները, համախմբվել եւ առաջ շարժվել։ Այլ տարբերակ չկա, նոր հեծանիվ չպետք է ստեղծել։ Առաջինը չպետք է հոգնել պայքարից, երկրորդը չպետք է հուսահատվել։ Երրորդը պետք է կազմակերպված պայքարել այս ապօրինությունների դեմ։ Պարոն Շարմազանով, դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը չունի ժողովրդի աջակցությունը, բայց վաղար շաբաթում տեղի ունեցած ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը որ եթե Մերի ջան, եթե վաղար շաբաթում խոյ Նիկոլը կհաղթեր, ոչ, ակնհայտ է, չէ։ Հիմա ասում են ընդդիմադիր շրջանակները տարբեր պատճառով։ Ինչ։ Ես եք ուրիշ տարբերություն միայն վաղար շաբաթում է, թե խոյ համայնքը հետը միասին այնուհանդերձ իշխանությունը այս պահին Եթե ավար հասկացա ազգային ուժերի համապետական կոնսոլիդացիայի դեպքում հանրությանը արտասնելու դեպքում Նիկոլ Փաշինյանի ռեժիմին գրեթե անհնար կլինի իր ադմինիստրատիվ ռեսուրսով կարողանալ զսպել այդ համազգային
դիմադրությունը։ Տեղ-տեղ ինքը կարող է ամբողջ Հայաստանից մի օր տանի Վաղարշակատում, կուտակի, մի օր Ալավերդում, մի օր Լեննակ Գյումրիում, մի օր Վանաձորում։ Բայց եթե ամբողջ Հայաստանում ողջ ազգային ուժերը Նիկոլ Փաշինյանից դժգո քաղաքացիները համախմբվեն եւ ոչ թե տեղ-տեղ պայքարեն, այլ պայքարեն ապակենտրոն բոլոր տեղերում, այդ ժամանակ ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանի ադմինիստրատիվ ռեսուրսը չի հերիքի։ Հիմա եթե պատկերացրեք, Հայաստանում միաժամանակ 10 քաղաքում հազարավոր նման ակցիաներ լինեն։ Այդքան ոստիկան Հայաստան չկա, որ ցուցաբերելու։ Հիմա օրինակ Վաղարշաբաթում միտինգ ալում քշում են տանում են այնտեղ։ Ստեղ միտինգա ոստիկանները ստեղ են։ Ալավերդում միտինգա Ալավերդի են գնում։ Եթե ամբողջ Հայաստանում լինի դժգոհության ակցիաներ, կարողանանք դա կազմակերպել, այդքան ռեսուրս չկա։ Այս ոստիկաններն ուժային կառույցներ են, հայ մարդիկ են, չէ՞։ Իրանք իրենց մեջ զգում են, չէ՞, որ այս մարդը իրականացնում է քաղաքականություն, որը ոչ ժողովրդավարության հետ կապ ունի, ոչ ազգային արժեքների։ Հետևաբար կրկնում եմ, ես նոր հեծանիվ չեմ ստեղծելու։ Ես կոչ եմ անում չհուսահատվելու, համախմբվելու եւ պայքարելու հանուն ճշմարտության։ Շնորհակալ եմ։ Պարզապես Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ Վաղարշաբաթի ընտրությունների մասին, որ խոսում են, իրենք քվե են ստացել նաեւ եկեղեցու դեմ ուղղված իրենց քայլերը շարունակելու, չնայած որ իրենք ասում են եկեղեցու դեմ ուղղված չի, բայց ցուցիչ է եղել, որ Վաղարշաբաթին քվե է տվել, համաձայն է եւ հոգեվոր հավաքի վեհապարի վեհարան։ Փաշինյանը մանիպուլացնում է, ինչպես 21 թվականին որևէ մեկը նրան քվե չէր տվել Արցախը հանձնելու, այնպես էլ հիմա նրան որևէ մեկը քվե չի տվել վեհապարին հեռացնելու։ Ինքը նախ չի կարող վեհապարին հեռացնել, եթե վեհապարը չհեռանա։ Իսկ ես հորդորում եմ վեհապարին, որպես եկեղեցու զավակ, պին մնալ իր դիրքերում, որովհետև սա ոչ թե վեհապար Հայրապետ Գարեգին երկրորդի ազգական հարց է, այլ սա մեր եկեղեցու ինստիտուցիոնալ ազգային կառույցի խնդիր է եւ կլինի շատ վատ նախադեպ, եթե մի իշխանություն փոխի վեհապարին, վաղը գալու է նոր իշխանություն, նա էլ փոխի ու դες գնա։ Իսկ մեր եկեղեցին 1700-ամյա ինստիտուցիոնալ կառույց է։ Խնդրում եմ սա մի դիտարկեք որպես վեհապարի անձի խնդիր։ Սա եկեղեցու միասնականության խնդիրն է։ Իսկ այն ինչ ուրանում այս իշխանությունը գնում է բաժանման, պարակտելու սկզբունքով, մեկ անգամ չէ որ ասել են պարակտիչն ու պարակտողը Աստծուց չեն, սատանայից են։ Եվ եթե այլ հարցեր չկա, վերջին հարցը տամ, պարոն Շարմազանov, Գյումրիի ընտրություններում, երբ հավաքական ընդդիմությունը հաղթանակ տարավ, նշում էին, որ դա պետք է դա ցուցիչ է համապետական ընտրություններին, հիմա իշխանությունը, քանի որ Վաղարշաբաթում է կարողացել հաղթել, իրենք էլ ասում են, որ դա համապետական ընտրություններին ես ոչ Գյումրիի հաղթանակով եմ գեր ոգևորվել, ոչ էլ Վաղարշաբաթի ԿՊ-ի հաղթանակով եմ գեր անդրամադիր դարձել։ Պետք չի ոչ թերարժևորել, ոչ թերարժևորել։ Պետք է գնալ մեր ճանապարհով, իսկ մեր ճանապարհը պայքարն է հանուն ազգային Հայաստանի։